Լևան Խաբեյշվիլիի, Գուրամ Ռոգավայի և ցուցարար Զվիադ Մայսաշվիլիի նկատմամբ բռնության գործով ձերբակալված 5 անձանց այսօր կառաջադրեն մեղադրանքը։ 2024 թվականի նոյեմբերի բողոքի ցույցերի ժամանակ Լևան Խաբեյշվիլիի և Զվիադ Մայսաշվիլիի ծեծի գործով ձերբակալվել են հատուկ հանձնարարությունների վարչության այն ժամանակվա 4 աշխատակիցներ, որոնցից մեկը մինչև այժմ աշխատում էր Պաշտպանության ոստիկանությունում, իսկ մյուսը պետական անվտանգության ծառայության հատուկ ջոկատի ստորաբաժանումներից մեկի ղեկավարի պաշտոնում։ Հատուկ հանձնարարությունների վարչության ևս մեկ աշխատակից ձերբակալվել է Գուրամ Ռոգավայի ծեծի և լրագրողական գործունեությանը խոչընդոտելու մեղադրանքով։ Եթե մեղադրանքը հաստատվի, ձերբակալվածներին սպառնում է 5-ից 8 տարվա ազատազրկում։ Ընդդիմությունում հայտարարում են, որ նշված անձանց ձերբակալությունը բավարար չէ, քանի որ նրանք միայն կատարողներ էին, իսկ պատվիրատուները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել։ Վրաստանը մասնակցել է ժողովրդագրական կայունության հարցերով անցկացված միջազգային նախարարական հանդիպմանը։ Հյուսիսային Մակեդոնիայում կայացած միջոցառմանը ներկա է գտնվել առողջապահության նախարարը։ Մասնակիցներին դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսենը։ Հիմնական թեման եղել է ժողովրդագրական փոփոխությունների պայմաններում կայուն և մարդակենտրոն քաղաքականության ամրապնդումը։ Միխեիլ Սարջվելաձեն վահանային քննարկման ժամանակ ուշադրություն է հրավիրել այս ուղղություններով Վրաստանի փորձի և ընթացիկ բարեփոխումների վրա։ Կոնֆերանսի շրջանակներում մասնակիցները քննարկել են ցածր ծնելիության, ժողովրդագրական ծերացման, միգրացիայի, աշխատաշուկայի փոփոխությունների և երիտասարդների զարգացման խթանման հարցերը։ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման փորձի և իրացմանը նպաստելու մեղադրանքով Աջարիայի և Գուրիայի ոստիկանության վարչության աշխատակիցները ձերբակալել են 9 անձի։ Նրանց թվում կան ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ։ Անձնական խուզարկության, բնակելի տների և ավտոմեքենաների խուզարկության արդյունքում առգրավվել է մեթադոն, մեֆեդրոն և ալֆա-PFP 140 փաթեթ։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ Իսրայելի թշնամիների համար իմունիտետ գոյություն չունի, հայտարարել է Բենյամին Նեթանյահուն և նշել, որ Իսրայելի զինված ուժերը Բեյրութի հարավային արվարձանում չեզոքացրել են Ռադվանի ուժերի հրամանատարներից մեկին։ Նրա խոսքով վերջին մեկ ամսվա ընթացքում Իսրայելը սպանել է Հեզբոլլահի ավելի քան 200 անդամի, որոնք հարձակումներ էին գործում իսրայելի քաղաքացիների և զինվորականների վրա։ Իսրայելի տեղեկությամբ Բեյրութի վրա հարձակման հետևանքով սպանվել է Ռադվանի ուժերի հրամանատար Ահմեդ Ալի Բալուդին։ Սա Իսրայելի առաջին հարձակումն էր Բեյրութի վրա Լիբանանի հետ հրադադարի համաձայնագրի հայտարարությունից հետո։ ԱՄՆ-ի նախագահը Սպիտակ տանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ։ Բանավեճը տևել է մոտ 3 ժամ։ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում գրում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում մաքսատուրքերը։ Իր հերթին Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ գոհ է Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից։ Միևնույն ժամանակ, ինչպես Լուլա դա Սիլվան է նշել մամուլի ասուլիսում, Իրանում պատերազմը ավելի մեծ վնաս կհասցնի, քան մտածում է ԱՄՆ-ի նախագահը։ Որոշ երկրների ներկայացուցիչներ ցանկանում են ներկա գտնվել Մոսկվայում անցկացվող շքերթին։ Սա տարօրինակ ցանկություն է, մենք դա խորհուրդ չենք տալիս, հայտարարում է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով Ուկրաինան բազմիցս առաջարկել է Ռուսաստանին հրադադար հաստատել, այդ թվում մայիսի 6-ից։ Զելենսկու պարզաբանմամբ Ռուսաստանը փորձում է ապահովել շքերթի անվտանգ անցկացումը, սակայն դրանից հետո կրկին շարունակելու է ռազմական գործողությունները։ Ուկրաինայի նախագահի խոսքով Ռուսաստանն արդեն խոսում է նաև մայիսի 9-ից հետո հնարավոր հարվածների մասին։ Կրուիզային նավում հանտավիրուսի տարածումը չի նշանակում համավարակի սկիզբ, հայտարարում են առողջապահության համաշխարհային կազմակերպությունում։ Նրանց տեղեկությամբ այս վիրուսը տարբերվում է COVID-19-ից, քանի որ հանտավիրուսը փոխանցվում է միայն մոտ ինտիմ շփումով։ Ինչպես հայտնի է, սկզբում նավում գտնվել են մոտ 150 ուղևոր և անձնակազմի անդամ 28 երկրից։ Ներկայումս ընթանում է նավում գտնվող ուղևորների որոնումն ու վերահսկողությունը։ Վրաստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայի դեսպանի հետ։ Կողմերը ընդգծել են երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև ուշադրություն են դարձրել փորձի և լավագույն գործելակերպի փոխանակման անհրաժեշտությանը։ Քննարկվել է ոստիկանական համագործակցության կարևորությունը։ Շեշտը դրվել է հանցավորության հետ կապված տեղեկատվության անընդհատ փոխանակման և աշխատանքային այցերի կանոնավոր կազմակերպման վրա։
Սահմանային ոստիկանությունը պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով ձերբակալել է 4 անձի։ Անցկացված օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածները շրջանցել են սահմանային հսկիչ անցագրային կետը, թաքնվել բեռնատարի մեջ, ինչպես նաև ոտքով ապօրինի հատել Վրաստան-Թուրքիա պետական սահմանը եւ մուտք գործել Վրաստան։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 5 տարվա ժամկետով ազատազրկում։